անկեղծ ասած մտորում էի բարձրաձայնել թե ոչ, որովհետև բավականին վերացական է, այնուամենայնիվ ես ցանկանում եմ այս հարցը ուղղել հենց ձեզ, հենց Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցչին, ակնկալելով հնարավորինս լակոնիկ պատասխան, որովհետև այս հարցի պատասխանը կարող է ժամեր տևել։ Ձեր կարծիքով, ձեր դիրքորոշմամբ, վերջին խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական պայքարը ծավալվել է միջկուսակցական, գաղափարական, ծրագրային հարթությունում, թե միջանձնային այնուամենայնիվ։ Բարձր դատարան, որպես Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մեր կողմից այն ներկայացվել է ծրագրային տրամաբանության ներքո, ընդգծելով իհարկե քաղաքական պատասխանատվություն ստանձնողին անձին, Սամվել Կարապետյանին, ինչը չեմ կարող բնավ ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով, հակիրճ եմ ձևակերպելու պատասխանը բարձր դատարան, այստեղ ամբողջ խնդիրը նա է, որ քաղաքացիական պայմանագրի կողմից է ատելության խոսքի իրացումը իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը եւ այն, ինչ իրացվում է, այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակները ունենալու պայմաններում դրա ազդեցության աստիճանը անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերք ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ։ Իդեպ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում հենց դա ենք բարձրաձայնել։ Այնպես ինչպես գրվել է Սահմանադրական դատարանի 1606 որոշման մեջ, որ նախընտրական շրջանը դա ծրագրերի, քաղաքական գործողությունների պատկերացումների բախման ժամանակահատվածն է։ Ոչ թե այն ինչ տեղի է։ Այդ որոշմանը անդրադարձ կկատարվի նաև հիշյալ կոնտեքստում, բայց հարցի հասցեատերը այլ անց կլինի, այսինքն դուք գտնում եք, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը այնուամենայնիվ պայքարը ծավալել է բացառապես ծրագրային կամ գաղափարական հարթությունում։ Որի վերաբերյալ ունեցել ենք այնպիսի խոչընդոտներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա եւ անհամադրելի են եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի հետ, դրա վառ օրինակներից մեկը հենց նույն Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմանն է եւ այն քրեական հետապնդումների ինտենսիվությունը կոնկրետ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով զուգորդված։